Անցողիկն ու անանցը, կյանքն ու մահը, խաղաղությունն ու տագնապը, բազմաթիվ հակադիր երևույթներ, որոնք իրար համաքայլ միաժամանակ հակոտնյա են, Թումանյանի մշտական սևեռունների և կենսադիտարկումների առանցքն են կազմել։ Բանաստեղծի քահանա հոր երազանքն էր որդուն տեսնել քահանայական շուրջառով, ավետարանով ու խաչով հոգևոր ծիսական խորհրդի մեջ, բայց ինչպես և քառյակներից մեկն է ակնարկում, Թումանյանը քահանայագործեց իր ստեղծագործություններով։ Վաղ տարիքում գրած նրա դեպի անհունը պոեմը դրա անսակարգ վկայությունն է։ Տիեզերքի գաղտնիքների խորախորհուրդը և յուղաներկի պես ծորացող միստիկան, որի ազդակները Նարեկացու Մատյանին են աղերսվում, արտահայտվում են պոեմի ի վերջո լավագույնս գտնված վերնագրի մեջ։ Թումանյանագիտությունը չի կարելի ասել, թե աչքաթող է արել այս պոեմը, ընդհակառակը շատ էլ գրել են։ Անդրադարձել են և Թումանյանի ընկերները, մտերիմները, և հետագա թումանյանագետները, այնպիսի նշանավոր թումանյանագետներ, ինչպիսին է Արամ Ինջիկյանը, Էդվարդ Ջերբաշյանը, Հրանտ Թամրազյանը, Մկրտիչ Մկրյանը, շատերն են գրել, Արսեն Տերտերյանը, անդրադարձել են այս պոեմին, բայց մեկնաբանել են իրենց տեսանկյունով։ Ամեն մեկը իր ընկալումների շրջանակներում և իր կարծիքով թույլատրելիության սահմաններում, որովհետև այս պոեմը, ինչպես նաև Թումանյանի ամբողջ ստեղծագործությունը, մանավանդ նրա որոշ հատվածներ, առնչվում են աստվածաշնչյան թեմաներին, միստիկական գաղափարներին և զգացմունքներին, և ոմանք մոռացել են նույնիսկ, որ ախր Թումանյանը եղել է քահանայի որդի, տանը ստացել է հոգևոր դաստիարակություն, դպրոցներում նույնպես Տիգրան Տեր-Դավթյանի երկդասյան դպրոցը Ջալալօղլիում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Թումանյանի վարած աշխատանքը հոգևոր կոնսիստորիայում գրագիր էր, չէ Թումանյանը, մինչև որ 92 թվականին նոր կարողացել է աշխատանք գտնել հրատարակչական ընկերությունում և գումարած, որ նախանցյալ դարավերջին և նույնիսկ անցյալ դարասկզբի առաջին տարիներին Թումանյանը Թիֆլիսում գործող 16 հայկական եկեղեցիներում իր քահանա աներոջ հետ մասնակցել է ժամերգությունների, պատարակների, իսկ սա նշանակում էր, որ Հովհաննես Թումանյանը անգիր պիտի իմանար հոգևոր ծիսական արարողություններին վերաբերող ամբողջ գրականությունը։ Եվ այդպես էլ կա, ու դա երևում է հենց դեպի անհունը պոեմից նաև։ Մարդիկ զարմանում, օրինակ ես էլ եմ զարմանում, թե ինչու օրինակ ասենք գրականագետները լրջորեն չեն անդրադարձել նահատակը վերնագրով պոեմին, չեն անդրադարձել քառյակների այն մասերին, որտեղ հատկապես հնչում է Աստծո անունը, չեն անդրադարձել Թումանյանի շատ ստեղծագործությունների, որոնց մեջ Թումանյանը պատկերել է երազը, թե կյանք, թե երազ, անցավոր ունայն մի մեծ հավերժի ցևերն են միայն։ Մի ուրիշ տարբերակում էլ կա, այսօրն ինչ է որ, մի երեկ է նոր, այսօրն էլ կանցնի երեկ կդառնա։ Հիմա այս հարցադրումը անշուշտ դրված է պոեմի հիմքում։ Իսկ եթե մենք վերնագիրը փորձենք մեկնաբանել, ինչ է դեպի անհունը։ Անհունը նշանակում է հուն չունեցող, անեծր, անընդգրկուն, այսինքն ծավալով ամենամեծը, իսկ այդ ծավալով համընդգրկունը ամենամեծը ժամանակն է, տարածությունը այնուամենայնիվ ընդգրկուն է, ժամանակը ոչ ընդգրկուն, դեպի անհուն, դեպի հավերժություն։ Ժամանակի ու տարածության, շրջապատի ու միջավայրի, ընդհանրապես երևույթների խորքային ընկալումները բանաստեղծը մտքի տիրույթում չի բանտարկել, այլ ազատագրելով ներքին կապանքներից, գրչի ծայրով դրանք զետեղել է թղթի վրա, գրով կյանք տվել դրանց տարածության ու ժամանակի աշխարհճանաչողության համար, կենդանի թաղվածը, ճերմակ աղավնի, սրհար,
խավարի մեջ, դեպի մութը, պոեմը եզակի է նաև վերնագրերի այս շքերթից դեպի անհունի ընտրությամբ։ Քիչ առաջ հիշած վերնագրերը ժամանակակիցների վկայություններն էլ, գրականագիտական վերլուծություններն էլ հուշում են մեզ, որ Թումանյանը նախապես նկատի է ունեցել իր պոեմում քննադատել, ուշադրություն հրավիրել հետամնաց բարքերի, թաղման ծիսական արարողությունների, որոշ անհետեցությունների, անիմաստությունների վրա եւ այլն եւ այլն։ Այսպես մեկնաբանել են։ Բայց արդյոք Թումանյանը դրանք համարում էր անհետեցություն, անիմաստություն։ Ընդհակառակը ժամանակին Մովսես Խորենացին ասում էր, թե պարսկական առասպելներին նույնպես անդրադառնում ենք, թեև դրանք փծում են, անիմաստ, շատ հաճախ չափազանցված եւ իրենց համար գերագնահատված։ Անդրադառնում ենք, որովհետեւ այդպիսով ուզում ենք իմաստ մտցնել անիմաստության մեջ։ Ահա Թումանյանն էլ պատկերել է գյուղական կյանքին, գյուղաշխարհին վերաբերող բոլոր մանրամասները ջանալով դրանք իմաստավորել գեղարվեստականորեն։ Գյուղական կյանքի սովորությունների հետամնացության այսպես կոչված ճակերտների մեջ քննադատություն ասվածը մի քիչ արհեստականորեն է, Թումանյանի վրա չհարմարվող, չկարվող, որովհետև Թումանյանը կյանքը ընդգրկում ճանաչում էր ամբողջ լայնքով ու խորքով։ Եվ հետո այս դեպի անհուն խորագիրը, անհունը խորագիրը միայն մի ստեղծագործության վերնագիր չէ։ Թումանյանի ամբողջ ստեղծագործությունը կարելի է վերնագրել դեպի անհունը։ Այսինքն մեր ժողովրդին դեպի անհունը, դեպի խորհրդավոր ժամանակի անսահմանությունը տանող ուղենիշներ, ուղեցույցներ կարելի է համարել Թումանյանի բոլոր ստեղծագործությունները։ Առաջինից գրած բանաստեղծություններից մինչև վերջում գրած քառյակները։ Էլ չեմ խոսում պոեմների մասին։ Վերնագիրն արդեն անհունը իր ընդգրկուն անսահմանությամբ գործող անձի հերոսի կարգավիճակ է ստանում, տեղ թողնելով սակայն մտածելու, թե ով է պոեմի գլխավոր հերոսը, հեղինակը, սիրահարված պատանին, հասմիկը, լորվա բնությունը, երազ հովիտը, երազ երևույթը, սերը, մահը, անմահությունը, վերացականությունը, ով է վերջապես քնարապատմողական պոեմի գլխավոր հերոսը։ Պոեմը բազմաշերտ է եւ պոեմում պետք է նկատի ունենալ քնարական հերոսի եւ հեղինակի էությունից դուրս գտնվող ուրիշ հերոսների հարաբերակցության հարցի մասին։ Սա պետք է ճշտել։ Այստեղ նախ պիտի տեսնենք, թե ով է պատմողը, ասողը, ինչ խոսույթ է իրականացնում Թումանյանը, մյուս հերոսները խոսում են, թե չեն խոսում։ Օրինակ, պոեմում խոսող հերոսներից մեկը թաղման ծեսի ժամանակ կողքը նստած գյուղացին է, որ խոսում է ճիշտ այնպես, ինչպես մտածում է Թումանյանը։ Այսինքն դա հեղինակի էությունից դուրս գտնվող այն քնարական հերոսն է, որ խոսում է հեղինակի անունից, հեղինակի մտքերն է արտահայտում։ Բայց դեպքերը, քանի որ սա հիմնականում քնարական պոեմ է, դեպի անհունը, որտեղ հիմնականում հեղինակի խորհրդածություններն են, եւ նույնիսկ այն հերոսները, ովքեր արտահայտվում են, արտարծում են այն մտքերը, այն խորհրդածությունները, փիլիսոփայական այն մտքերն են արտահայտում, որ հեղինակն ինքն է ուզում արտահայտել։ Այսինքն նրանք նույնպես հեղինակի էությունը բացահայտող օժանդակ հերոսներ են։ Հասմիկի հարցը։ Այս խնդրի կապակցությամբ եղել են տարակարծություններ։ Ոմանք կարծել են, թե Հասմիկը պատահական ընդհանրացված հերոս է։ Ուրիշները մտածել են, թե Հասմիկի մահվան պատկերման միջոցով Հովհաննես Թումանյանը
արտահայտել է մահվան հանդեպ իր վերաբերմունքը։ Ուրիշները մտածել են, թե քանի որ հայրը մահացել է 98 թվականին, Թումանյանի հայրը, ինքը իր հոր հանդեպ իր կորստյան ցավը, ափսոսանքը արտահայտել է հենց այս հասմիկի կերպարում։ Սրանք անհավանական չեն։ Սրանք նույնպես ընդունելի տարբերակներ են, բայց բոլոր դեպքերում Թումանյանի խնդիրը ուրիշ է։ Ես որ հաճախ խոսել եմ հայ գրողների գրական ազգակցության մասին, այնպես պատահական չեմ արտահայտվել։ Ազգակցության իմաստով Հովհաննես Թումանյանը հիմնված է ամբողջ անցյալի հայ գրականության վրա։ Մի մեծ ոսպնյակի պես բան է Հովհաննես Թումանյանը, որ իր մեջ ներառում է անցյալից եկող բոլոր ճառագայթները իր կենտրոնացման, իր ֆոկուսի մեջ եւ հետո ճառագայթում է դեպի դուրս գրական հաջորդ սերունդների համար։ Ինչ է ժառանգել Թումանյանը Նարեկացուց, դա հայտնի բան է։ Օրինակ ասենք, եթե հայրենիքիս հետ բանաստեղծության մեջ Թումանյանը գրում է հառաչանքով սրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ ու խորհում ես խորուրդ խորին տանջանքներում չարաղետ, անմիջապես նկատվում է Նարեկացին, չէ՞։ Կամ նույն Թումանյանը, երբ որ գրում էր Աղթամար բալլադը, ծիծաղախիտ Վանաձովի փոքրիկ գյուղից առափնյա, ծովն է մտնում գաղթագողի ամեն գիշեր մի տղա։ Այդ ծիծաղախիտ բառը չի գալիս արդյոք աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծավալանայր հառավոտում երկու փայլակնաձև արեգականց նման։ Էլի Նարեկացին է, ճիշտ է, բայց Նարեկացուց եկող մի ուրիշ չնկատվող բան կա այս անգամ։ Գտնել այս իրողությունը մեղմացնող հանգամանքներ, փրկել մարդուն այս մղձավանջային իրավիճակից եւ դեպի անհունը պոեմի բովանդակության գլխավոր մեխը հենց սա է, մարդուն ազատել մահվան գիտակցության պատճառած տանջանքներից։ Դրա համար էլ Թումանյանը որոշեց մեղմացնել մարդու ողբերգականից զգացողությունը եւ համարել, որ մարդը իր մահով չի ոչնչանում, այլ իր կեցության մի ձևը փոխարկում է մի ուրիշ ձևի։ Այսինքն մի որոշ ժամանակ ապրել է այս կերպարանքով, այս մարմնական ձևի մեջ, մահից հետո վերածվում է այլ կենսաձևի, հավերժորեն ապրում է բնության մեջ, փոխելով իր կերպարանքը, իր ձևը։ Տիեզերքի, անսահման, անհուն ժամանակի, կենդանի եւ մահկանացու մարդու, նրա հավիտենական հոգու եւ նրա փոխակերպումների, այլակերպությունների, այլ կերպով, այլ իրավիճակով տիեզերքի հավերժության մեջ ապրելու խորհուրդն է թաքցնում դեպի անհունը պոեմը եւ Թումանյանի ամբողջ ստեղծագործությունը։ Թումանյանն իր պոեմի առաջին տարբերակը, ինչպես ինքն է ասում, գրել է բանաստեղծական բարձր ոգևորության հոգեվիճակում։ Թումանյանը պոեմի նախնական տարբերակը ստեղծելիս իսկապես ուզեցել է անդրադառնալ լորվա եւ հայ գյուղաշխարհի բնակչության մեջ առհասարակ տարածում ստացած նախապաշարված վիճակների մասին։ Լեթարգիա վերնագիրը, որ ես չհիշեցի քիչ առաջ, հիմա հիշեցի, նաև լեթարգիա վերնագիր է ունեցել դեպի անունը պոեմը, պարզվում է, որ երբեմն թաղել են նաև լեթարգիական քնի մեջ հայտնվածներին։ Հետո պարզվել է, որ թաղման ժամանակ գերեզմանափոսի մեջ հանկարծ թաղվող մեռելը վերեկացել նստել է։ Այս շրջապատի մարդիկ, նախապաշարված մարդիկ այդ հրաշքին, իրենք հրաշք են դա համարել, հակադարձելու համար մեկը բերել է մի կաղամախու ցցով խփել է եւ սպանել է վերակենդանացած հիվանդին ու նոր թաղել։
Եղել է դեպք նաև, որ գերեզմանոցի կողքից անցնող մարդիկ տակից, հողի տակից ձայներ են լսել, էլի փորել են գերեզմանը հանել, մեռել են սպանել, թաղել են, նորից գնացել։ Այս երևույթները իրական են։ Սրանք այն իրողություններն են, որոնք Թումանյանը փորձել է գեղարվեստորեն իմաստավորել եւ ներկայացնել հանրությանը եւ դրա դատապարտելի կողմերը ցույց տալ ժամանակակիցներին, որ չի կարելի այդքան նախապաշարված դինել եւ այդքան հետամնաց։ Թումանյանը որպես մեծ մտածող ու մարդասեր չի հաշտվում մահվան հետ։ Նա խորացնում է հոգու հավերժության հարցը, մահվանը փիլիսոփայորեն հաղթելու գաղափարը։ Նա իր պոեմը ունեցած տարբերակներով կարդում է շատերի մոտ իմանալու նրանց տպավորությունն ու կարծիքը։ Իսահակյանը պատմում է, որ պոեմն իր համար կարդացել է Օհաննեսը, անհանգիստ գիշեր ապրեցի, ասում է, երևակայությունս հուզված էր եւ անհեթեթ երազներ տեսա։ Առաջին տարբերակը գրելուց հետո, երբ որ մամուլում տպագրվում են որոշ հատվածներ, չորս կողմից լսում են դիտողություններ եւ մանավանդ վերնատան պարապմունքների ժամանակ, երբ որ ընթերցում է Թումանյանը, եւ այստեղ արդեն նրա ունկնդիրները գրական բարեկամներն էին, Ղազարո Սաղայաններ, Լևոն Շանտներ, Ավետիք Իսահակյաններ, սրանց դիտողությունները ունեցել են շատ վճռական նշանակություն։ Նիկոլ Աղբալյանի նման բարձրաճաշակ գրականագետ քննադատը դեպի անհունը համարել է Թումանյանի լավագույն գործը։ Սա պատահականություն չէ։ Հիմա էլ երբ որ մենք ընթերցում ենք դեպի անհունը, տեսնում ենք, որ շատ է խոր, շատ է կենսական, շատ է բազմաշերտ։ Այստեղ թումանյանական բանաձևերը դառնում են իսկապես փիլիսոփայական շատ խոր ու մեծ ընդհանրացումներ։ Թե կյանք եւ թե մահ անցավոր ունայն մի մեծ հավերժի ձևերն են միայն։ Մարդու հավերժության դեպի անհունի գաղափարն ամրագրվում է պոեմի այն հատվածներում, որտեղ Թումանյանի հղումը թաղման ծիսակարգին ու քահանայի աղոթքին արտահայտվում է անմահացած մահկանացուի իր Աստծուն միանալու երազական սլացքով։ Ի վերին Երուսաղեմ, ի բնակարան հրեշտակած, ուր Ենով եւ Եղիաս կան ծերացյալ աղավնակերպ ի դրախտին։ Այս հատվածը գրեթե բառացի նույնությամբ մեջ բերել է Թումանյանն իր պոեմում։ Սա է Թումանյանը, հավիտենական անմահ Թումանյանը։ Նա գնում է բարձր ու անվերջ, դեպի անհունն ու հավիտյան, վիշտը հանգչում է նրա մեջ, ապրում սերը անապական, փառք խորհրդին անմահության, ու լսում եմ եսեն խաղաղոթում, քնքուշ ու զվարթ ձայնը սիրելի, անհայտ ու անտես կանչում է նա ինձ, կանչում գերազանց մի ուրիշ կյանքի։ Արի ինձ հետ, իմ թշվառ, ես քեզ տանեմ մի աշխարհ, ուր չկա մահ անջատում ու սերն անվերջ անհատնում։ Արի, թռիր, գնանք ինձ հետ, անցավ, անհոգ, անհուշ, անհետ։ Հովհաննես Թումանյան, հատված դեպի անհունը պոեմից։